Ռուսաստանի գյուղատնտեսական հսկողության ղեկավար Սերգեյ Դանկվերտը հայտարարել է, որ Հայաստանից Ռուսաստան արտահանվող գյուղատնտեսական եւ կենդանաբանական արտադրանքին վերաբերող խնդիրները, որոնք առաջացել են մի քանի տարի առաջ, շարունակում են մնալ։ Հայաստանից ներմուծվող արտադրանքի տեսականին եւ ծավալը հիմք են տալիս ենթադրելու, որ այն ամենը հայկական ծագում չունի։ Մենք զբաղվել ենք այս խնդրով եւ 2024 եւ 2023 թվականներին։ Օրինակ, 3 տարում Հայաստանից ծաղիկների մատակարարումներն ավելացել են 36 միլիոն միավորից մինչև ավելի քան 100 միլիոն։ Նույնն է նաև այլ ապրանքատեսակների դեպքում։ Խոսելով կենդանաբանական արտադրանքի մատակարարման խնդիրների մասին, նա նշել է, որ այստեղ եւս ապրանքի մի մասը հնարավոր է, որ հայկական ծագում չունի, խոսքը կարագի, պանիրների, իշխանի մասին է։ Հայաստանի լեռնային գետերի իշխանը որևէ կերպ չի կարող նման լինել նորվեգականին։ Դանկվերտը հավելել է, որ այս ամենը հանգեցրել է նրան, որ Հայաստանից ներմուծվող ապրանքների նկատմամբ կիրառվում են ավելի խիստ պահանջներ։ Ռուսաստանը ուսանողներին հրավիրում է միանալ նորաստեղծ դրոնների ստորաբաժանումներին։ Կրեմլը հաստատել է, որ Ռուսաստանը առաջարկում է ուսանողներին միանալ իր նորաստեղծ ստորաբաժանումներին, նշելով, որ այդ ուժերը իրականում պահանջում են նոր անձնակազմ, հատուկ հմտություններով։ Այժմ աշխատանքի առաջարկներ կան այն մարդկանց համար, ովքեր ունեն համապատասխան կարողություններ եւ պատրաստ են ծառայել, ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Reuters-ը գրում է, որ Վլադիվոստոկում համալսարաններից մեկը խոստացել է ուսանողներին ակադեմիական արձակուրդ, վերադարձից հետո ուսման վարձից երաշխավորված ազատում, դրամաշնորհներ, անվճար կացարան, եթե վերջիններս առնվազն 1 տարով գրանցվեն այդ ծառայությանը։ Մոսկվայի ճարտարագիտական եւ Սանկտ Պետերբուրգի պետական հիդրոմետեորոլոգիական համալսարանները ըստ պարբերականի նույնպես դրոնային օպերատորներ, ինժեներներ կամ տեխնիկական մասնագետներ դառնալու դիմաց ուսանողներին առաջարկում են նմանատիպ խթաններ։ Հատկապես տեխնիկական ոլորտների ուսանողներին հավաքագրմանը զուգահեռ Ռուսաստանում սկսվել է նոր բիլբորդային արշավ, որտեղ պատկերված է երիտասարդ դրոնային օպերատորը լույս արձակող ակնոցներով, վերնագիրն էլ նոր անփոխարելիները։ Միացյալ Նահանգների դեսպանությունը Բաղդադում կոչ է արել իր քաղաքացիներին լքել Իրաքը, նախազգուշացնելով, որ առաջիկա 24-48 ժամվա ընթացքում Իրանի աջակից զինված խմբավորումները կարող են հարձակվել մայրաքաղաքի վրա։ Անվտանգության հուշագրում դեսպանությունը նշում է, որ զինված խմբավորումները կարող են թիրախավորել ամերիկացի քաղաքացիներին, դիվանագիտական օբյեկտներ, բիզնեսներ եւ այլ վայրեր, որոնք կապ ունեն Միացյալ Նահանգների հետ, ինչպես նաեւ Իրաքի քաղաքացիական եւ պետական կառույցներ։ Ահաբեկչական զինված խմբավորումները թիրախավորել են ամերիկացիներին առևանգման համար, հավելել է դեսպանությունը։ Բաղդադում օրեր առաջ ամերիկացի կին լրագրող էր առևանգվել։